եկանք դատախազության շենքից, իհարկե շատ կզարմանայի, եթե դատախազի տեղակալը գոնե ընդուներ տիկին Ալային, ընդունեց քաղաքացիների ընդունելության բաժնի պետը, մի երիտասարդ աղջիկ, տեղեկացավ մանրամասն խնդրին եւ ասաց, որ քանի որ խնդիրը գտնվում է դատարանում, դատախազությունը ոչինչ չունի անելու։ Իհարկե մենք կզարմանայինք, որ դատախազությունը ինչ որ բան ասեր, կարող ենք անել այս բանը, ինչով ձեզ աջակցենք, մի թուղթ տվեցին եւ իրենք հեռացան այդտեղից, ասեցին նամակ գրեք, գցեք այդ արկղը։ Ասել, որ Հայաստանի արդարադատությունից ինչ որ բան գոնե ես ակնկալում եմ, դա նամակ այնուամենայնիվ գրեցինք, բայց չենք ակնկալում, որ հանդիպում կլինի։ Նամակի բովանդակությունը հանդիպում դատախազի հետ։ Բայց այդուհանդերձ եթե ասել են, որ դատական պրոցես կա։ Դատական պրոցես կա, դատական պրոցեսը ձգձգվում է անհիմն պատճառներով։ Ես հրատապ հանդիպում եմ պահանջել դատախազից։ Նույնը պահանջել եմ Նիկոլ Փաշինյանից, հուսանք, որ կընդունեն, հուսանք, որ կաջակցեն իմ հարցում։ Հիմա այստեղ ավարտում եք եւ սպասեք պատասխանին իրենց։ Այո։ Այո, տիկին Ալանը դատն է 20-ին, հունվարի 20-ին դատն է, հա։ Նստացույց էր ուզում իրականացնել, որովհետև մտածում է, որ Հայաստանի արդարադատությանը միայն այդ եղանակով կարելի է ընդհանրապես Հայաստան որևէ գործ կարելի այդ եղանակով, հորդորել եմ, խնդրել եմ այս պահին չիրականացնի նստացույց, որովհետև ցուրտ է 1 ժամ դրսում մնալը, այն էլ 2 որդի կորցրած մոր համար, մենք գիտենք ինչ կարող է արժենալ, խնդրել եմ չանի այս պահին նստացույց, մինչև կտեսնենք հունվարի 20-ին, որևէ մեկը կանսա տիկին Ալայի խնդրանքին, թե ոչ, ես վստահ եմ, որ չեն անսա, այնուամենայնիվ հունվարի 20-ին կլինի դատական նիստը, այդ ժամանակ հարգելի լրատվամիջոցներ ձեզ կտեղեկացնենք, տեսնենք հերթական դատական նիստը ինչ կլինի, տիկին Ալան կարծում եմ որոշում կկայացնի իր հետագա գործողությունների համար։